որ նրանք դերած չէ, որ Թուրքիան նման գործողություններ է իրականացնում կամ նման քաղաքականություն ունի իսլամական պետության հետ կապված։ Այստեղ ուզում պետք է հաշվի առնել, որ իսլամական պետություն կառույցը, ամբողջական կազմակերպությունը ինքը որպես գործոն օգտագործվել է ուրեմն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ աշխարհական գործընթացների համար։ Կնույն արևմուտքները, որ 1 տարի, ենթադրենք ավելի քան 1 տարի այստեղ ռազմական գործողություններ իրականացնում են, անհնար քերացիներ, որ նման իրողություն ասել։ Անգամ պաշտոնական մակարդակում մի քանի հայտարարություններ մինչև հնչել է։ Պարզապես կոնկրետ քայլեր ինչու չեն իրականացում, դրանց նպատակն այն է, որպեսզի ինք խորին համոզման Ռուսաստանին ուղղակիորեն ներքաշեն սիրիական հակամարտության մեջ, այսինքն որպեսզի Ռուսաստանը դադարել կողքից նայել, քննադատել գործողությունները, վերհանել սխալները, այլ հիմա կոնկրետ անցնել ուղղակի գործողությունների։ Մենք բոլորս նշում ենք Ռուսաստանի Դաշնության արտոնագրած հաջողությունների մասին, բնականաբար ընդունելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության պարբերաբար տարածող հաղորդագրությունները կամ ռուսական մամուլի գրահոսը, բայց կան նաև բնականաբար այլ փաստեր, այլ աղբյուրներ, մասնավորապես ենթադրենք մարդասիրական մի քանի կազմակերպություն ասենք ահազանգել են ռուսական գործողությունների հետևանքների մասին։ Տարբեր տվյալներով ասենք տարբեր կազմակերպություններ օգտագործել 200-ից մինչև 650 մարդ զոհվել է վերջին 3 ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններ։ Այսինքն Ռուսաստանի գործողությունները ոչ միայն ուղղում են իսլամական պետությունները, անգամ հաշվարկներ կա, որ 3 ամսվա ընթացքում Ռուսաստանի գործողություններն այն 10-15%-ն ուղղված են իսլամական պետության դեմ, մնացած գործողություններն ուղղված են եղել այլ հակակառավարական խմբավորումների դեմ։ Այսինքն այդ ամենը անհրաժեշտ էր արևմուտքին, նախ առաջնորդել Ռուսաստանի ներքաշելու այս հակամարտության մեջ, որպեսզի ավելի խոցելի դարձնելու, նաև տնտեսական առումով ինչու ոչ Ռուսաստանի դիրքերը թույլատնելու եւ բնականաբար իհարկե քաղաքական առումով ուրեմն Բաշար Ասադի ապագայի հարցը բանակցությունների սեղան բերելու եւ գլխավոր արտաքին խաղացողների համաձայնությամբ հասնելու Բաշար Ասադի հեռացմանը։ Այստեղ շատ կարևոր հարց է, քանի որ մինչ այդ եւ Սիրիան եւ Ռուսաստանը բացառում են որևէ կերպ Բաշար Ասադի հեռացումը։ Իսկ ասենք ենթադրենք անցումային շրջանի մասին, որ խոսում ենք 11 ամսվա ընթացքում, չի բացառում կգա մի պահ եւ որոշում կայացնի, որ ենթադրենք 18 ամսվա եթե իհարկե այդ ընտրությունները կայանան, 18 ամիս հետո կայացող ընտրություններում Բաշար Ասադը այլևս չի մասնակցել։ Այսինքն հեռանկար կա այդպիսի եւ քաղաքական հարցությունում կան պայմանավորություններ, որ չի բացառում Ասադի հեռացումը քաղաքական ճանապարհով։ Քանի որ վերջին 5 տարիների ընթացքում առնվազն ռազմական ճանապարհով Ասադին հեռացնել այդ 60-ից ավելի պետություններին եւ տարածքների խմբավորումներին այսպես չի հաջողվել։ Հիմա Թուրքիային զսպող գործոն այս դեպքում Ռուսաստանն է շարունակում մնալ։ Թուրքիային զսպող գործոն ավելի շուտ ես կասեի ոչ թե Ռուսաստանը, այլ Միացյալ Նահանգները։ Որտեղ գիտեք նույն ինքնաթիռի խոցման գործողությունը ես չեմ կարծում, որ Թուրքիան կարող է ինքնաթիռով իրականացնել։ Ամենայն դեպս նրանց սեփական սահմանները պաշտպանելու իրավունք տրամադրել կողմից, օդային սահմանները պաշտպանելու։ Բնականաբար Թուրքիայի գործողությունը քայլը այլ հետևանքներ, ուղղակիորեն ՆԱՏՕ-ի ներգրավել, սակայն դա չստացվեց։ Բայց այն, որ Թուրքիան սեփական խաղն ունի եւ սեփական նպատակներով հավակնություններ ունի, սա միանշանակ է։ Եվ սա է հենց թույլ տալիս կանխատեսելու, որ սիրիական հակամարտության շրջանակում ամեն բան այնքան հարթ չէ եւ չի կարող լինել ինչպես թվում է, հա, հանդիպեցին մարտի շրջանակում բանաձև ընդունեցին, բանակցություն ոչ։ Մենք տեսնում ենք Սիրիա ռուս-թուրքական հակամարտություն, ակնհայտ հակամարտություն, որը ուղղակի դիմակայության մեծ հավանականությամբ չի վերացի, սակայն այլ ֆրոնտներում սա իրենք ցույցաբերել եւ չի բացառում, որ սա լինի հենց առաջինացնի Սիրիայի տարածքը։ Եվ սա շատ ակնհայտ է, բնականաբար նաև այլ ֆրոնտներ մենք տեսնում ենք, որ Ղրիմում թաթարների որոշակի ակտիվացում են նկատվում, դարձյալ բնականաբար Թուրքիայի ուղղությամբ, նաև Ռուսաստանի տարածքում թուրքական տարբեր խմբերի ակտիվացում, տարբեր գործողությունների, տարբեր գործընթացների ակտիվացում ակնհայտորեն կանխատեսելի է, բնականաբար ինչու ոչ նաև Թուրքիայի կողմից Ադրբեջանի հրավերման
քաղաքականություն ևս կանխատեսելի, այսինքն եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի այս դիմակայությունը շարունակվելու է, այստեղ ոչ թե Ռուսաստանը մեղմելու է կամ փորձելու է այսպես կանգնեցնել Թուրքիային, այլ հակառակը, եթե Թուրքիայի քաղաքականության դսպող մեխանիզմ կա, ապա դա միանշանակ առավելապես արևմուտքից է Պակիստանից։ Ես ավելացնեմ, ես կարծում եմ, որ Թուրքիան չի աջակցում իսլամական պետությանը։ Ամեն դեպս այս աջակցությունը 2013 թվականից տարածաշրջանում ակտիվ ներգրաված իրական հակամարտություն երկրների կողմից դադար է։ Ես անընդհատ այս մասին նշում եմ, բայց դուրս եմ մնում լուսաբանությունից։ Իմ կարծիքով Թուրքիան իրեն ներգրաված է ավելի խորհրդային պրոցեսների մեջ եւ աջակցում է այլ խմբավորումների, որոնք պակաս վտանգավոր չեն։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ դրանք ավելի վտանգավոր են, քան իսլամական պետությունը։ Ես պատահաբար չէ, որ ինքնաթիռը խոսեց, ասենք այն հատվածում, որտեղ որ իսլամական պետություն չկար։ Եվ պատահաբար չէ, որ օդաչուն ընկավ այն հատվածում, որտեղ մեծաշուտ թուրք ծագում իսլամականներ էին։ Օրինակ Ջաբհաթ al-Նուսրան, օրինակ Աբրար al-Շամ, օրինակ Ջեյշ al-Իսլամ, օրինակ Ջեյշ al-Մուհաջիրին Վալ-Անսար, շատ կարող եմ թվել, թուրքական ծագումով կառույցներ, շատ։ Եվ գիտեք ինչու են վտանգավոր, որովհետև իսլամական պետությունը բոլորն են պայքարում։ Իսլամական պետությունը դարձել են թիրախը, որը բոլորը գալի հարվածում են։ Իսկ այս կառույցները փորձում էին համոզել, որ օրինակ Ջաբհաթ al-Նուսրային երկար ժամանակ հետևում էին, փորձում էին համոզել, որ արի դու հայտարարություն արա, որ դու Ալ-Կաիդայի հետ ինքնապես կապ չունես, էլի, որ քեզ ընդգրկենք իրականության մեջ, հայտարարություն չեղավ, ընդհակառակը նրանք ասեցին չէ, մենք Ալ-Կաիդան ենք ներկայացնում։ Բայց դրանից հետո այս աջակցությունը չէր դադարում այս կառույցին։ Այս կառույցի շատ լիդերներ գտնվել են Թուրքիայում, այդ որ բուժում է ստանում, այս կառույցն է ներկայացնում։ Աբրար al-Շամը մեծ կապեր ունի Թուրքիայի հետ։ Ջեյշ al-Մուհաջիրինը Վալ-Անսարում կան կովկասցի թուրք ծագումով իսլամականներ, որոնք պատրաստվել են Թուրքիայում ռազմաճամբարման դեպքում սահման անցել են եկել մեծ հատված։ Այսինքն Թուրքիան մենք գիտեք ոնց է, մեր խնդիրը կայանում է նրանում, որ մենք կենտրոնանում ենք իսլամական պետության դեմ պայքարի վրա, որտեղ որ մեծ հաշվով չի նկատվում այս աջակցությունը։ Այդ նավթը սիրիական կառավարական ուժերն էին առնում, քրդերներ էին առնում, շատ մարդիկ կան, որոնք առնում են այս նավթը։ Բայց սա Թուրքիայի հետ կապենք, սա միայն պետք է դիտարկել այս ինքնաթիռի խոսման հետ կապված, որը որ Ռուսաստանը սկսեց ակտիվ շրջան արել։ Բայց այս միտումները, որ նավթ էին վաճառում եւ շատ ուժեր կային ներգրաված, վաղուց են նկատվում։ Ուզում ասել, որ Թուրքիան աջակցելով հայ խմբավորում իր համար շատ այդ հարցեր է լուծում։ Եվ մենք էլ որ կենտրոնանում ենք Թուրքիայի իսլամական պետություն կապի վրա, ոնց որ թե հեռու ենք մնում այդ կարևոր գործընթացներում հասկանալու, թե Թուրքիան ինչ է ուզում անել մեծ աշխարհում։ Թուրքիան ուզում է, որպեսզի օրինակ եթե հիմա տեսնենք, ինչ է տեղի ունենում, ապրիլում, այսինքն քրդաբնակ հատվածում քրդերը ակտիվանում են։ Թուրքիան նրանց ասել է, որ հանկարծ այս հատվածում ակտիվություն չնկատեն։ Բայց կարծես հիմա այս S400-ն է այնտեղ եւ զսպում է, որ Թուրքիան ակտիվ օդային հարվածներ իրականացնի այս հատվածում։ Բայց այս հատվածը շատ կարևոր է քրդերի համար, որովհետեւ եթե այս հատվածում քրդերը կարողանում են առաջ գալ եւ ընդդիմադիրներին ճնշել, նրանք մոտենում են արդեն Քոբանին, այսինքն այն մյուս հատվածին, որը որ արդեն Ալ-Հասակայի հետ այն մյուս հատված անկլավների, որ ես ասում եմ, միացել են։ Հիմա եթե Թուրքիան չի կարող ընդունել իր սահմանին, սիրիական սահմանին, անկախ ինքնուրույն քրդական տարածքների գոյություն։ Սա ամենակարևոր հարցն է Թուրքիայի, որը նա պետք է լուծի։ Իսկ դրա համար նա աջակցում է այն խմբավորումներին, որոնք նրա համար կանխատեսելի են, որոնք ասում են կարող են պայքարել քրդերի դեմ, եւ հետագայում